որքան մոտենում են ընտրությունները, այնքան ընտրողներին փորձում են ավելի շատ խաբել։ Բայց հաշվի չեն առնում մի կարևոր հանգամանք, որ ընտրողները որպես կանոն խաբողներից ավելի խելացի են եւ ամեն ինչ շատ լավ գիտեն։ Ու հիմա երբ Ռուսաստանի այս կամ այն մարմինը որոշում է կայացնում գյուղատնտեսական ապրանքների ներկրումը սահմանափակել կամ արգելել, որոշ քաղաքական ուժեր չեն թաքցնում իրենց ուրախությունը, հրճվում են, ուրախանում են, մտածելով, որ այդ դեպքում մի քանի ավել ձայն կստանան։ Ընկերներ, դուք մի քանի անգամ ավելի պակաս ձայն կստանաք, եթե շարունակեք ամեն ինչ անել, որ Հայաստանի համար վատ լինի։ Շատ շուտով բոլոր հարցերն կկարգավորվեն Ռուսաստանի հետ, եւ դուք կհայտնվեք այնտեղ, որտեղ հայտնվելու եք, դա անհրաժեշտություն է։ Բայց մի արեք այդպիսի բաներ, որ ձեր ուրախությունը թաքցրեք, մի արտահայտեք։ Եվ ամենահետաքրքիրը գիտեք, երբ ձեզ դիտողություն են անում, ասում են մի արեք այդպես, տգեղ է, չի կարելի ուրախանալ, երբ որ քո երկրի համար վատ է լինում, դուք սկսում եք անձնական վիրավորանքներ հասցնել։ Հասցրեք, դա է ձեր մակարդակը։ Ես տխրում եմ միայն ձեզ համար, որ դուք այդ մակարդակի եք ու քաղաքական հավակնություններ ունենում եք։ Հունիսի 7-ից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի, դուք էլ ձեր տեղը կընկնեք ու ձեզ նորից եմ ասում, երբ որ ինձ վիրավորում եք, մի քիչ ավելի երկար մտածեք վիրավորելուց առաջ։ Եվ երբ որ անդադ ասում եք, ռեժիմը խուճապի մեջ է, չգիտեմ, վերջին օրերն են ապրում, դուք ձեզ տնում եք ծիծաղելի վիճակի մեջ, դուրս եկեք, քայլեք փողոցում, գնացեք գյուղեր, քաղաքներ ու հարցրեք ժողովուրդը ձեր մասին ինչ է մտածում։ Հետո նոր սկսեք հայոյել, ուրախանալ եւ այլն։ Մի արեք այդպես։ Ու ձեզ ես չեմ պատասխանելու։ Շարունակեք վիրավորել ինչքան ուզում եք, բայց ինչքան վիրավորեք, այնքան ձեզ համար ավելի վատ է լինելու։ Լավ եղեք։